Մատթեոս 19-րդ գլուխ։ Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, Գալիլեայից տեղափոխվեց և եկավ Հուդայի սահմանները, Հորդանան գետի մյուս կողմը։ Նրա հետևից ժողովրդի մի մեծ բազմություն գնաց և նրանց բժշկեց այնտեղ։ Փարիսեցիները մոտենալով նրան սկսեցին փորձել նրան և ասել. Օրինավոր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Դուք չեք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Ուրեմն ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Նրան ասացին. Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչու պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել։ Հիսուսն ասաց նրանց. Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ, ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Շնություն արած կլինի նա, ով արձակվածի հետ ամուսնանա։ Աշակերտներն ասացին նրան. Եթե այդպիսի տույժ կարող է լինել և տղամարդու և կնոջ համար, ավելի լավ է չամուսնանալ։ Հիսուսը նրանց ասաց. Ոչ բոլորն են ընդունակ այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է, որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից են այդպես ծնվել։ Կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել։ Ներքինիներ էլ կան, որոնք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է տոկալ, թող տոկա։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։ Հիսուսն ասաց. Թողեք այդ մանուկներին և մի արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը։ Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու գնաց այդտեղից։ Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. Բարի վարդապետ, ինչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ։ Հիսուսը նրան ասաց. Ինչու ես ինձ բարու մասին հարցնում։ Մեկ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահիր պատվիրանները։ Նա ասաց. Որոնք։ Հիսուսը նրան ասաց. Մի սպանիր, մի շնանա, մի գողանա, սուտ մի վկայիր, պատվիր քո հորն ու մորը և սիրիր քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ։ Երիտասարդը նրան ասաց. Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ։ Արդ արդյոք ինչով եմ թերի։ Հիսուսը նրան ասաց. Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ունեցվածքդ և տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա եկ իմ հետևից։ Երբ երիտասարդը լսեց այս խոսքը, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։ Հիսուսն աշակերտներին ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն։ Նաև ասում եմ ձեզ, պարանն ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան մեծահարուստը Աստծու արքայությունը։ Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան և ասացին. Իսկ ով կարող է փրկվել։ Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է։ Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից։ Արդ մեզ ինչ կլինի։ Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ մարդու որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք 12 աթոռներին դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։ Շատ առաջիններ վերջին կլինեն, իսկ վերջինները առաջին։